Երբ մարդ երիտասարդ է, հազվադեպ է մտածում այն մասին, թե որքան կարևոր են ոտքերը։ Մենք քայլում ենք, վազում, բարձրանում աստիճաններով, ճամփորդում, եւ այդ ամենը թվում է բնական, պարզ եւ ինքնին հասկանալի, բայց տարիքի հետ հենց ոտքերն են սկսում առաջինը տեղի տալ։ Իզուր չէ, որ ժողովուրդն ասում է. քանի դեռ ոտքերը քայլում են, մարդն ապրում է։ Ես որպես ավելի քան 30 տարվա փորձ ունեցող բժիշկ տեսել եմ հազարավոր ճակատագրեր։ Եվ հավատացեք, ոչ թե սիրտը կամ նույնիսկ հիշողությունն են հաճախ դառնում ծերության առաջին ահազանգերը, այլ հենց ոտքերի թուլությունը։ Մարդիկ գալիս են ինձ մոտ եւ գանգատվում. բժիշկ, դժվարացել է բազմոցից վեր կենալը, ոտքերս ասես բամբակից լինեն, ծանրությունը չի անցնում։ Եվ ամեն անգամ ես հասկանում եմ, որ սա ազդանշան է։ Օրգանիզմը օգնություն է խնդրում։ Եվ այստեղ ուզում եմ ձեզ ասել գլխավորը։ Այս տեսանյութի վերջում ես կբացահայտեմ մի պարզ, բայց անհավանական արժեքավոր գաղտնիք, որը սովորաբար պատմում եմ միայն իմ մտերիմ հիվանդներին։ Սա այն է, ինչը օգնում է ոչ միայն ամրացնել ոտքերը, այլև դանդաղեցնել օրգանիզմի ընդհանուր ծերացումը։ Ուստի խնդրում եմ, դիտեք մինչև վերջ, որովհետև հենց այդ պահը կարող է փոխել ձեր հայացքը առողջության վերաբերյալ։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ մի ջերմ հարց տալ։ Ասեք անկեղծ, իսկ դուք ձեզ թույլ տալիս եք ուրախանալ կյանքով այնպես, ինչպես երիտասարդության տարիներին։ Ուրախանալ զբոսանքով, քայլքի թեթևությամբ, այգում առանց կանգառի զբոսնելու հնարավորությամբ։ Չէ՞ որ հենց ոտքերն են մեզ ազատություն պարգևում։ Առանց դրանց անհնար է կյանքը լիարժեք զգալ։ Եվ շատ տխուր է, որ շատերը սկսում են հոգ տանել դրանց մասին չափազանց ուշ։ Ես աղաչում եմ, մի հետաձգեք հոգատարությունը ձեր մասին։ Բաժանորդագրվեք ալիքին հենց հիմա եւ հավանեք տեսանյութը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ զրույցները առողջության մասին։ Այս պարզ գործողությունը աջակցում է մեր աշխատանքին եւ օգնում ձեր տարիքի այլ մարդկանց գտնել կարևոր խորհուրդներ։ Ինչու են ոտքերը առաջինը տեղի տալիս։ Ամեն ինչ պարզ է։ Տարիքի հետ մկանները թուլանում են, հոդերը մաշվում են, անոթները կորցնում են առանցքականությունը։ Ավելացրեք դրան քիչ շարժում կենսակերպը, ավելորդ քաշը, սննդակարգում ճիշտ մթերքների պակասը։ Եվ ահա արդյունքը՝ ծանրության զգացում, ջղաձգումներ ցավ քայլելիս։ Բայց կա նաև լավ լուր։ Մենք կարող ենք օգնել ոտքերին։ Եվ ոչ միայն վարժությունների, այլև սնուցման միջոցով։ Այո, հենց սնունդն է հսկայական դեր խաղում։ Կան մթերքներ, որոնք բառացիորեն սնուցում են մեր մկանները, ամրացնում անոթները, սնուցում ոսկորներն ու հոդերը։ Ես կպատմեմ ձեզ 6 մթերքների մասին, որոնք աշխատում են որպես իսկական դաշնակիցներ առողջ ոտքերի համար պայքարում։ Բայց ուշադրություն, կարևոր է ոչ միայն իմանալ դրանք, այլև հասկանալ, թե ինչպես են դրանք ազդում։ Այս տեսանյութում ես կկիսվեմ իմ հիվանդների պատմություններով, իմ դիտարկումներով եւ պարզ խորհուրդներով, որոնք կարող եք կիրառել արդեն վաղվանից։ Իսկ հիմա, որպեսզի զգաք թեմայի ամբողջ կարևորությունը, կպատմեմ մի փոքրիկ պատմություն։ Մի անգամ ինձ մոտ եկավ մի տղամարդ, Աշոտը, 62 տարեկան։ Նա նախկինում մարզիկ էր եղել, բայց վերջին 10 տարիներին բոլորովին չէր հետևում սննդակարգին։ Ասում էր. բժիշկ, հոգով դեռ երիտասարդ եմ, բայց ոտքերս ինձ դավաճանեցին։ Եվ գիտեք ինչ պարզվեց։ Նրա մոտ կար մի քանի կարևոր նյութերի աղետալի պակաս, որոնք կարելի է ստանալ պարզ մթերքներից։ Երբ մենք վերադարձրինք դրանք նրա սննդակարգ, արդեն 1 ամիս անց նա ասաց. ես նորից կարող եմ 1 ժամ զբոսնել առանց կանգառի։ Ահա թե ինչու եմ ձայնագրել այս տեսանյութը։ Որպեսզի դուք ձեզ չհասցնեք այն վիճակին, երբ ոտքերը կդառնան քարի պես ծանր։ Որպեսզի իմանաք, կան մթերքներ, որոնք իսկապես կարող են աջակցել ձեզ։ Եվ ամենակարևորը, դրանք հասանելի են յուրաքանչյուրին։ Եվ եւս մեկ անգամ ամենաարժեքավորը, ամենապարզը, բայց միևնույն ժամանակ կյանքը իսկապես փոխող գաղտնիքը ես կբացեմ միայն վերջում։ Սա այն է, ինչը շատերը նույնիսկ մտքներով չեն անցկացնում հաշվի առնել, թեև հենց այդ պահն է օգնում պահպանել ոտքերի ուժը երկար տարիներ։ Իմ փորձով ոտքերի մասին հոգ տանելը գեղեցկության մասին չէ, այլ կյանքի։ Չէ՞ որ քանի դեռ կարող ենք քայլել, մենք կարող ենք ուրախանալ, հանդիպել ընկերների հետ, ճամփորդել, հոգ տանել ընտանիքի մասին։ Իսկ երբ ոտքերը սկսում են տեղի տալ, կյանքը աննկատ նեղանում է, վերածվելով 4 պատի։ Այնպես որ խնդրում եմ, դիտեք այս տեսանյութը մինչև վերջ։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է փոխվում մեր մարմինը տարիքի հետ, եւ ինչու են հենց ոտքերը դառնում ծերացման առաջին ազդանշանները։ Երբ մենք երիտասարդ ենք, մեզ թվում է, թե ուժերն անսպառ են։ Մենք կարող ենք անցնել տասնյակ կիլոմետրեր, ամբողջ օրն անցկացնել ոտքի վրա, վազել, ցատկել, իսկ երեկոյան միևնույն է զգալ թեթևություն։ Բայց ժամանակն անցնում է,
Եվ աստիճանաբար մենք սկսում ենք նկատել փոփոխություններ։ Սկզբում թեթև հոգնածություն երեկոյան, հետո ցավ ծնկներում կամ կոճերում երկար զբոսանքից հետո։ Այնուհետև զգացողություն, որ ոտքերը չեն ենթարկվում, դառնում են բամբակյա կամ ծանր։ Սա հանկարծակի չի գալիս, սա երկարատև գործընթաց է, կապված ամբողջ օրգանիզմի փոփոխության հետ։ Տարիքի հետ մկանային զանգվածը նվազում է։ Գիտնականներն այս բնական տարիքային գործընթացը, երբ մկանները կորցնում են ուժը, անվանում են սարկոպենիա։ Եթե երիտասարդ տարիքում մենք կարող էինք մեզ թույլ տալ չմտածել սննդակարգի մասին, ապա 50-ից հետո յուրաքանչյուր բջիջ ուշադրություն է պահանջում։ Մկանները առանց սպիտակուցի, հոդերը առանց միներալների, անոթները առանց ճիշտ ճարպերի։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ոտքերը սկսում են առաջինը տեղի տալ։ Ես դա նկատել եմ հազարավոր անգամներ։ Ես ունեի մի հիվանդ, տիկին Անահիտը, նա 68 տարեկան էր։ Ժամանակին նա շատ էր սիրում զբոսնել, բայց աստիճանաբար նրա քայլը կարճացավ, շարժումները դարձան անվստահ։ Նա ասում էր. «Բժիշկ, ինձ թվում է, որ ես ծերանում եմ հենց ոտքերից»։ Մենք նրա հետ մանրամասն վերլուծեցինք նրա կենսակերպը, եւ պարզվեց, որ գլխավոր խնդիրը ոչ միայն տարիքն էր, այլև սնունդը։ Գրեթե իսպառ բացակայում էին այն մթերքները, որոնք սնուցում են մկաններն ու ոսկորները։ Ավելացրեք դրան մշտական սթրեսը, անքնությունը եւ նստակյաց կյանքը։ Եվ ահա արդյունքը։ Եվ այստեղ ես ուզում եմ ընդգծել, ոտքերի առողջությունը միայն ոսկորների կամ հոդերի մասին չէ, սա մի ամբողջ համակարգ է։ Եկեք միասին նայենք։ Ոտքերը մկաններ են։ Եթե մկանները կորցնում են ուժը, մեզ համար դժվար է վեր կենալ, դժվար է պահպանել հավասարակշռությունը։ Եվ նույնիսկ պարզ զբոսանքը վերածվում է փորձության։ Ոտքերը հոդեր են, աճառները բարակում են, հեղուկը պակասում է, եւ յուրաքանչյուր քայլ ուղեկցվում է ցավով։ Ոտքերը անոթներ են։ Բարիկոզը, թրոմբոզը, վատ արյան շրջանառությունը դրանք դարձնում են ծանր, փխրուն, սառը։ Եվ ամենակարևորը, ոտքերը կապված են մեր հոգեբանության հետ։ Երբ մարդ զգում է, որ իր համար դժվար է քայլել, նա սկսում է ավելի քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել, եւ դա տանում է դեպի միայնություն եւ անկճախտ։ Իմ փորձով, ոտքերի մասին հոգ տանելը միայն բժշկական ցուցում չէ, դա հոգատարություն է հոգու մասին։ Երբ մարդը նորից զգում է քայլերի թեթևություն, նա ասես վերադարձնում է կյանքի ուրախությունը։ Շատերը հարցնում են. «Բժիշկ, իսկ ինչ կարելի է անել»։ Միթե սա անխուսափելի չէ։ Ես միշտ պատասխանում եմ. լիովին խուսափել չի կարելի, բայց դանդաղեցնել եւ նույնիսկ բարելավել կարելի է։ Եվ ամենապարզ գործիքներից մեկը սնունդն է։ Չէ՞ որ հենց սնունդն է ամեն օր կառուցում մեր մկանները, սնուցում անոթները, ամրացնում ոսկորները։ Ես ձեզ մի պարզ օրինակ բերեմ։ Իմ ծանոթներից մեկը 72 տարեկանում փոխեց իր սննդակարգը։ Նա հանեց վնասակար մթերքների մի մասը եւ ավելացրեց մի քանի պարզ, բայց ոտքերի համար շատ օգտակար մթերքներ։ 2 ամիս անց նա ասաց. «Ես նորից կարողանում եմ առանց կանգառի բարձրանալ իմ 4-րդ հարկը»։ Թվում է թե մանրուք է, բայց հենց նման պահերն են կյանքը դարձնում լիարժեք։ Տարիքի հետ պետք է փոխել առաջնահերթությունները։ Եթե երիտասարդ տարիքում մենք ուտում ենք հաճույքի համար, ապա 50-ից եւ 60-ից հետո պետք է ուտել առողջության համար։ Եվ այստեղ ոչ մի բարդ բան չկա։ Ես կպատմեմ ձեզ 6 մթերքների մասին, որոնք ռեալ աջակցում են ոտքերին, ամրացնում մկանները, սնուցում հոդերը եւ օգնում անոթներին մնալ ամուր։ Սրանք թանկարժեք էկզոտիկ հավելումներ չեն, այլ հասանելի մթերքներ, որոնք կարելի է գտնել ցանկացած խանութում։ Բայց նախքան առաջին մթերքին անցնելը, ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել. ոտքերը հիմքն են։ Պատկերացրեք տունը։ Եթե տանիքը մի քիչ ծակվել է, կարելի է կարկատել։ Եթե պատուհանները հին են, կարելի է փոխել։ Բայց եթե հիմքը քանդվում է, ամբողջ տունը ճաքեր է տալիս։ Այդպես էլ մեր մարմնի հետ ոտքերը կյանքի հիմքն են։ Եթե դրանք սկսում են տեղի տալ, փլուզվում է ամեն ինչ, եւ առողջությունը, եւ տրամադրությունը, եւ նույնիսկ ապրելու ցանկությունը։ Ուստի, խնդրում եմ, մի անտեսեք այն ազդանշանները, որոնք տալիս է օրգանիզմը։ Հոգնածություն, ծանրություն, ցավ, սա պարզապես տարիք չէ։ Սա օգնության խնդրանք է, եւ օգնել կարելի է։ Իսկ հիմա ես կպատմեմ առաջին մթերքի մասին, որը ունակ է բառացիորեն ուժ պարգևել ոտքերին։ Սա մի մթերք է, առանց որի մկանները սկսում են թուլանալ, հոդերը կորցնում են հենարանը, իսկ անոթները՝ առանցքականությունը։ Շատերը թերագնահատում են դրա նշանակությունը, բայց այն իսկապես կարող է փոխել ձեր կյանքը։ Այսպիսով, առաջինը, որը ոտքերի ուժի հիմքն է, առանց դրա մկանները սկսում են փչվել, հոդերը դառնում են թույլ,
իսկ քայլքը ծանր ու անվստահ։ Խոսքը պարզ եւ սովորական մթերքի ձկան մասին է, հատկապես ծովային։ Ինչու հենց ձուկ։ Բանն այն է, որ տարիքի հետ մեր մկանները սկսում են կորցնել սպիտակուցը։ Մկանային մանրաթելերը դառնում են ավելի բարակ, թույլ եւ մարդու համար գնալով ավելի դժվար է դառնում կատարել բարձ շարժումներ։ Սպիտակուցը շինանյութ է մկանների համար, եւ հենց ձկան մեջ է այն պարունակվում հեշտ յուրացվող ձևով։ Բայց ամենակարևորը, ծովային ձուկը հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք ոչ միայն սնուցում են մկանները, այլև պաշտպանում են հոդերն ու անոթները։ Օմեգա 3-ը յուրօրինակ 27 է օրգանիզմի համար։ Դրա շնորհիվ բարելավում է արյան շրջանառությունը, նվազում է բորբոքումը հոդերում, եւ քայլքը դառնում է ավելի թեթև։ Ես հիշում եմ իմ մի հիվանդի, տիկին Վարդուհուն, ով 74 տարեկան էր։ Նա երկար տարիներ գանգատվում էր ծնկների եւ կոճերի ցավից։ Նա գործնականում դադարել էր զբոսանքի դուրս գալ։ Ասում էր. «Բժիշկ, ինձ դժվար է նույնիսկ մինչև խանութ հասնելը»։ Մենք նրա հետ երկար զրուցեցինք եւ պարզվեց, որ նա գրեթե ձուկ չի ուտում, նախընտրելով միսը։ Ես առաջարկեցի նրան գոնե շաբաթը 2 անգամ սննդակարգում ներառել սկումբրիա, տառեղ, սեջ կամ սաղմոն։ Նա սկզբում կասկածում էր, բայց համաձայնեց փորձել։ Մեկ ամիս անց նա եկավ ինձ մոտ եւ ասաց. «Ես չգիտեմ ինչպես է սա աշխատում, բայց ես նորից կարողանում եմ կես ժամ զբոսնել, եւ ծնկներս այդքան ուժեղ չեն ցավում»։ Նրա դեմքին երջանկություն էր, ասես նորից վերադարձրել էր իր ազատությունը։ Իմ փորձով, հենց ձկան կանոնավոր օգտագործումը նկատելիորեն ամրացնում է ոտքերը, եւ այստեղ կարևոր է կանոնավորությունը։ Ամիսը մեկ անգամը չի օգնի։ Պետք է որ սննդակարգում գոնե շաբաթը 2-3 անգամ հայտնվեն ծովային ձկից պատրաստված ուտեստներ, եւ պարտադիր չէ, թանկարժեք, հասարակ տառեխը կամ սկումբրիան օգտակար ճարպերի պարունակությամբ ոչնչով չեն զիջում կարմիր ձկանը։ Պատկերացրեք ձեր անոթները որպես խողովակներ։ Ժամանակի ընթացքում դրանց վրա նստվածք է գոյանում։ Դրանք դառնում են կոշտ, արյունը ավելի վատ է հոսում։ Օմեգա 3-ը աշխատում է որպես այդ խողովակների մեղմ մաքրում, օգնելով պահպանել անոթների առաձգականությունը։ Իսկ չէ որ հենց ոտքերի անոթներն են առաջինը տուժում, վարիկոզ, ծանրություն, այտուցներ։ Երբ անոթները սնուցում են ստանում, ոտքերը թեթևանում են, իսկ հոգնածությունը անցնում է։ Ես ուզում եմ, որ դուք մի փոքրիկ փորձ կատարեք։ Փորձեք գոնե 1 շաբաթ սննդակարգում ձուկ ավելացնել։ Ջեռոցում եփեք, խաշեք, պատրաստեք աղցան տառեխով եւ հետևեք ձեր զգացողություններին։ Վստահ եմ, որ փոփոխություններ կնկատեք։ Ոտքերը ավելի քիչ կհոգնեն, շարժումները կդառնան մի փոքր ավելի թեթև։ Սա փոքրիկ քայլ է, բայց այն ունակ է մեծ արդյունք տալ։ Մի անգամ ինձ դիմեց 65 տարեկան մի տղամարդ, Աշոտը։ Նա վարորդ էր, շատ էր նստում։ Նա ուներ ոտքերի ուժեղ այտուցներ։ Մենք նրա սննդի մեջ ավելացրինք ոչ միայն ավելի շատ ձուկ, այլև մագնեզիումով հարուստ մթերքներ։ 2 ամիս անց նա ասաց. «Բժիշկ, ես նորից կարող եմ երեկոյան թորանս հետ զբոսնել եւ ոտքերս չեն վզզում առաջվա պես»։ Ահա թե ինչ է նշանակում ճիշտ սնունդ։ Եվ գիտեք, որն է ամենազարմանալին։ Շատերը կարծում են, որ ոտքերի առողջությունը կախված է միայն դեղահաբերից եւ քսուքներից, բայց դա այդպես չէ։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ ենք մենք դնում ափսեի մեջ ամեն օր։ Եվ ձուկը այն մթերքն է, որն իսկապես աշխատում է որպես դեղամիջոց, միայն թե առանց կողմնակի ազդեցությունների։ Ես աղաչում եմ ձեզ, մի անտեսեք սա։ Եթե ցանկանում եք պահպանել ոտքերի ուժը, սկսեք պարզից։ Թող ձեր սեղանի շաբաթական գոնե մի քանի անգամ ձուկ լինի։ Դա մեծ ծախսեր չի պահանջում, բայց տալիս է հսկայական արդյունք։ Եվ հիմա ուզում եմ գրավել ձեր ուշադրությունը։ Հաջորդ մասում ես կպատմեմ երկրորդ մթերքի մասին, որն օգնում է ոչ միայն ոտքերին, այլև բառացիորեն դանդաղեցնում է ուղեղի ծերացումը։ Շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում, որ այն ունակ է ամրացնել անոթները եւ միաժամանակ պաշտպանել հիշողությունը։ Հավատացեք, սա կարող է փոխել ձեր կյանքը։ Այժմ ես կպատմեմ այն մասին, ինչը հաճախ թերագնահատում են, թեև հենց այդ մթերքն է օգնում ոչ միայն ոտքերին, այլև մեր ուղեղին։ Այն ասես կամուրջ լինի ֆիզիկական առողջության եւ մտքի պայծառության միջև։ Խոսքը ընկույզների մասին է։ Այո, այդքան պարզ եւ սովորական։ Ընկույզ, նուշ, պնդուկ, հնդկական ընկույզ, քեշյու։ Ինչու հենց ընկույզներ, որովհետեւ դրանք օգուտի իսկական խտանյութ են մի փոքրիկ բռան մեջ։ Դրանցում պարունակվում են արժեքավոր բուսական սպիտակուցներ, մագնեզիում, վիտամինը, օգտակար ճարպեր, որոնք սնուցում են անոթները եւ պաշտպանում ուղեղի բջիջները։ Տարիքի հետ հենց անոթներն են առաջինը տուժում։ Դրանք դառնում են կոշտ, փխրուն, կորցնում են առաձգականությունը։
Արյունը ավելի վատ է հոսում, եւ մարդը զգում է ծանրություն ոտքերում, արագ հոգնածություն։ Բայց ճիշտ նույնը կատարվում է նաեւ գլխում, երբ անոթները կորցնում են առածկականությունը, վատանում է ուղեղի սնուցումը, հայտնվում է մոռացկոտություն, ցրվածություն, հոգնածություն, եւ այստեղ ընկույզները գործում են որպես կրկնակի վահան։ Դրանք ամրացնում են ոտքերի անոթները եւ միաժամանակ սնուցում ուղեղը։ Սա նման է նրան, ասես դուք յուղեիք միանգամից եւ դռան ծխնիները եւ փականի մեխանիզմը։ Ամեն ինչ սկսում է աշխատել ավելի հեշտ, փափուկ, առանց ճռռոցի։ Ես հիշում եմ մի հիվանդի պարոն Տիգրանին, 70 տարեկան։ Նա նախկինում մաթեմատիկայի ուսուցիչ էր, խելացի, հարգված մարդ, բայց վերջին տարիներին սկսել էր գանգատվել հիշողությունից եւ ոտքերի ուժեղ հոգնածությունից։ Բժիշկ, ես մոռանում եմ բանաձևեր, որոնք նախկինում կարող էի արտասանել քնած ժամանակ, եւ ոտքերս ասես կապարով լցված լինեն, ասում էր նա։ Մենք նրա սննդակարգում ավելացրինք ընկույզ, ընդամենը 1 բուր օրական, առավոտյան։ Մի քանի ամիս անց նա եկավ եւ ասաց. ես նորից թեթևություն եմ զգում։ Ես կարող եմ կարդալ առանց հոգնելու, եւ ոտքերս այդքան ծանր չեն։ Ինձ համար սա եւս մեկ ապացույց էր, որ սնունդը հրաշքներ է գործում։ Իմ փորձով, այն մարդիկ, ովքեր շարունակում են կանոնավոր ընկույզ ուտել, ավելի երկար են ապրում եւ իրենց ավելի երջանիկ են զգում։ Ընկույզի մեջ կա մագնեզիում միներալ, որը թուլացնում է անոթները, հանում է սպազմը, բարելավում արյան հոսքը, իսկ դա նշանակում է, որ արյունը ավելի հեշտ է հասնում եւ ոտնաթաթերին եւ ուղեղին։ Բացի այդ, ընկույզում առկա վիտամին E-ն աշխատում է որպես հակաօքսիդանտ, դանդաղեցնելով բջիջների ծերացումը։ Պատկերացրեք անոթները որպես առածկական խողովակներ։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են կոշտ, ինչպես հին փողրակները, շլանգները, որոնք ճաքում են ջրի առաջին իսկ ճնշումից։ Ընկույզները օգնում են վերադարձնել անոթներին ճկունությունը, եւ դա հատկապես կարեւոր է ոտքերի համար, քանի որ հենց դրանց վրա է ընկնում ամբողջ ծանրությունը, եւ արյունը պետք է ազատ շրջանառվի ոտնաթաթերից հետ դեպի սիրտը։ Շատերը հարցնում են. բժիշկ, իսկ ինչքան ընկույզ է պետք ուտել։ Պատասխանում եմ, ընդամենը մի փոքրիկ բուր օրական, դա մոտ 30 գրամ է։ Պետք չէ ուտել ամբողջ տուփով։ Դա շատ կլինի եւ նույնիսկ ծանր օրգանիզմի համար, բայց 1 բուրը հենց այն ոսկե միջինն է, որը տալիս է օգուտ առանց գերբեռնվածության։ Ես ուզում եմ, որ դուք վաղվանից մի փոքրիկ քայլ անեք։ Գնեք մի քիչ ընկույզ, նուշ կամ պնդուկ եւ սկսեք ամեն օր ուտել 1 բուր։ Արեք դա կանոնավոր, գոնե 2 շաբաթ, եւ դուք ինքներդ կզգաք։ Ոտքերը կդառնան պակաս հոգնած, հիշողությունը կաշխատի մի փոքր ավելի լավ, կհայտնվի էներգիա։ Ես մի ծանոթ կին ունեմ, Տիկին Գայանեն, 66 տարեկան։ Նա հոգ է տանում թորների մասին, անընդհատ շարժման մեջ է, բայց նախկինում գանգատվում էր, որ երեկոյան ոտքերը վառվում են եւ այտուցվում։ Երբ ես խորհուրդ տվեցի նրան ամեն օր ընկույզ ուտել, նա սկզբում շփտաց. միթե դա կօգնի, բայց 1 ամիս անց ասաց. ես չգիտեմ ինչպես բացատրել, բայց երեկոյան ոտքերս այդքան տաք եւ ծանր չեն, եւ քունս լավացել է։ Ահա թե ինչ է նշանակում պարզ, բայց կանոնավոր սովորություն։ Եվ ամենակարևորը, ընկույզները բարդ բաղադրատոմսեր չեն պահանջում։ Դրանք կարելի է ուղղակի վերցնել ձեզ հետ ճանապարհին, ավելացնել շիլայի, աղցանի կամ մածունի մեջ։ Սա անոթներն ամրացնելու եւ ոտքերը ուժեղ պահպանելու հեշտ, համեղ եւ հասանելի միջոց է։ Ես աղաչում եմ ձեզ, մի հետաձգեք։ Փորձեք գոնե 1 ամիս, եւ դուք ինքներդ կհամոզվեք, որ սա աշխատում է։ Սա փոքրիկ ներդրում է ձեր ապագայի մեջ, որը բերում է հսկայական շահաբաժիններ առողջության տեսքով։ Բայց կա եւս 1 պահ, որը մարդիկ հաճախ թերագնահատում են, եւ այն կարող է բառացիորեն կործանել մարդուն, եթե այն բաց թողնել։ Հաջորդ մասում ես կպատմեմ 3-րդ մթերքի մասին, որը միասնական է դարձնում մկանները, անոթները եւ ոսկորները։ Եվ եթե այն չի հերիքում սննդակարգում, ոտքերը սկսում են շատ ավելի արագ տեղի տալ։ Հավատացեք, սա չափազանց կարևոր է իմանալ յուրաքանչյուրին։ Մենք արդեն խոսեցինք մկանների եւ անոթների մասին, բայց կա եւս 1 հիմք, առանց որի ոտքերը սկսում են ամենից արագ տեղի տալ։ Դրանք ոսկորներն են։ Չէ՞ որ ինչ օգուտ ուժեղ մկաններից եւ լավ անոթներից, եթե ոսկորները դառնում են փխրուն, ապակու պես։ Հենց այդ պատճառով 3-րդ մթերքը, որի մասին ուզում եմ պատմել, կաթնամթերքն է։ Կաթնաշոր, մածուն, կեֆիր, պանիր։ Այն ամենը, ինչը կալցիումի աղբյուր է եւ պահպանում է ոսկորների ամրությունը։ Ես հաճախ եմ ասում իմ հիվանդներին, ոսկորները մեր մարմնի ամրաններն են, արմատուրա։ Քանի դեռ այն ամուր է, տունը հուսալի կանգնած է։ Բայց հենց ամրանները ժանգոտում են,
ամբողջ շենքը սկսում է փլվել։ Այդպես էլ մարդը։ Հենց ոսկորները կորցնում են խտությունը, ոտքերը դադարում են հենարան լինելուց։ Մենք վախենում ենք սայթաքել, վախենում ենք ընկնելուց, սկսում ենք ավելի քիչ շարժվել, եւ ահա կյանքը դառնում է նեղ, ինչպես վանդակը։ Իմ փորձով, հենց կալցիումի եւ վիտամին D-ի պակասն է ամենից հաճախ հանգեցնում օստեոպորոզի, մի վիճակի, երբ ոսկորները դառնում են ծակոտկեն եւ դյուրաբեկ։ Եվ ամենասարսափելին այն է, որ այս գործընթացը գնում է աննկատ։ Մարդը կարող է ցավ չզգալ, բայց մի պահ պարզ ընկնելը կամ նույնիսկ կտրուկ շարժումը հանգեցնում է կոտրվածքի, եւ հատկապես տուժում են ոտքերը, ազդրը, սրունքը, ոտնաթաթը։ Ես հիշում եմ մի հիվանդի 72 տարեկան տիկին Գայանեին։ Նա միշտ ակտիվ էր եղել, բայց կաթնամթերք չէր սիրում, ասում էր. «Բժիշկ, ես մանկուց կաթ չեմ խմում, ինձ համեղ չէ»։ Նա տասնյակ տարիներ ապրեց առանց դրանց։ Արդյունքում նրա մոտ զարգացավ օստեոպորոզ։ Եվ մի օր նա պարզապես սայթաքեց տանը եւ կոտրեց ազդրի վզիկը։ Եվ հավատացեք, սա ծանր հարված էր։ Նման կոտրվածքից հետո շատ դժվար է վերականգնել շարժունակությունը։ Շատ մարդիկ կորցնում են կյանքի ուրախությունը։ Ես աղաչում եմ ձեզ, թույլ մի տվեք դա։ Իսկ հիմա պատկերացրեք մեկ այլ պատմություն։ Մի տղամարդ պարոն Կարապետը, 67 տարեկան, սիրում էր կաթնաշոր եւ մածուն, ուտում էր դրանք ամեն օր։ Նա եկավ ինձ մոտ հետազոտման, եւ նրա ոսկորները լավ վիճակում էին։ «Բժիշկ», ասաց նա, «ես միշտ համարել եմ, որ դա դատարկ բան է, բայց հիմա հասկանում եմ, կաթնաշոր ուտելու սովորությունը ինձ փրկեց»։ Եվ իսկապես, նա շարժվում էր թեթև, չէր վախենում ընկնելուց, եւ իր տարիներին իրեն վստահ էր զգում։ Կաթնամթերքը աշխատում է որպես բնական վահան ոսկորների համար։ Կալցիումը ամրացնում է դրանց կառուցվածքը, վիտամին D-ը օգնում է նրան յուրացվել, իսկ կաթնաշորը եւ պանրի սպիտակուցը պահպանում է մկանները։ Սա եռակի օգուտ է ոսկորների, մկանների եւ ոտքերի համար ընդհանուր առմամբ։ Պատկերացրեք ոսկորը որպես ծառ։ Եթե դրա մեջ բավարար կալցիում կա, այն կաղնու պես է, ամուր, կայուն։ Եթե կալցիումը չի հերիքում, այն չոր ճյուղի պես է, որը կոտրվում է ամենաթեթև ճնշումից։ Ահա թե ինչու է այդքան կարևոր ամեն օր օրգանիզմին տալ այդ աջակցությունը։ Ես ուզում եմ, որ դուք մի պարզ քայլ անեք։ Ավելացրեք սննդակարգում գոնե 100-150 գրամ կաթնաշոր շաբաթական մի քանի անգամ։ Դա ընդամենը մեկ բաժակ է, բայց այն հսկայական ներդրում է առողջության մեջ։ Մածունը քնելուց առաջ կամ մի կտոր պանիրը նախաճաշին նույնպես հրաշալի տարբերակ են։ Թող սա դառնա սովորություն, եւ այդ ժամանակ ձեր ոսկորները ձեզ հուսալի կծառայեն։ Եվ այո, շատ կարևոր է հիշել, եթե դուք բոլորովին չեք տանում կաթնամթերքը, կան այլ ընտրանքներ՝ տերևավոր կանաչի, քունջուտ, նուշ, բրոկոլի։ Այս ամենը նույնպես կալցիումի աղբյուրներ են։ Գլխավորը ոսկորները առանց սնուցման մի թողեք։ Ես սա ասում եմ մեծ անհանգստությամբ։ Անտեսել ոսկորների կալցիումի պահանջը նշանակում է դանդաղ քանդել ինքդ քեզ ներսից։ Մարդը կարող է տարիներով խնդիրներ չզգալ, իսկ հետո հանկարծակի բախվել կոտրվածքի հետ, որը գլխի վայր կշրջի կյանքը։ Եվ հատկապես սա վերաբերում է ոտքերին։ Կաթնամթերքը միավորում է բոլոր նախորդ հանձնարարականները։ Ձուկը ամրացնում է մկանները եւ անոթները, ընկույզները սնուցում են անոթները եւ ուղեղը, իսկ կաթնամթերքը ոսկորները դարձնում է ամուր։ Միասին նրանք ստեղծում են թեթև քայլքի եւ երկարատև ակտիվության հիմք։ Բայց կա եւս մեկ կարևոր պահ, որի մասին շատերը մոռանում են։ Սա այն է, ինչը աննկատ քայքայում է ոտքերը ներսից, եթե ուշադրություն չդարձնել։ Ես կպատմեմ այդ մասին հաջորդ մասում։ Այնտեղ կլինի խորհուրդ, որը կարող է անսպասելի թվալ, բայց այն բացատրում է, թե ինչու շատ մարդկանց մոտ ոտքերը այդքան արագ տեղի են տալիս։ Իսկ հիմա, ինչպես եւ խոստացել էի, կպատմեմ այն մասին, ինչը մարդիկ հաճախ թերագնահատում են։ Սա կարող է բառացիորեն քայքայել մարդուն ներսից, եթե ուշադրություն չդարձնել։ Ոտքերը տեղի են տալիս ոչ միայն թույլ մկանների, վատ անոթների կամ փխրուն ոսկորների պատճառով։ Շատ հաճախ պատճառը դառնում երկաթի պարզունակ պակասը։ Այո, հենց երկաթը այն անտեսանելի աղյուսն է, առանց որի արյունը չի կարող կատարել իր գլխավոր գործառույթը՝ մատակարարել հյուսվածքները թթվածնով։ Երբ օրգանիզմում երկաթը քիչ է, զարգանում է անեմիա, սակավարյունություն, եւ այդ ժամանակ արյունը ասես դառնում է դատարկ, աղքատ։ Թթվածինը չի հերիքում, եւ ոտքերը առաջինն է սկսում ազդանշան տալ։ Մարդը զգում է թուլություն, հոգնածություն, ոտքերը դառնում են բամբակյա, առաջանում է գլխապտույտ։ Ես հաճախ եմ լսում հիվանդներից. «Բժիշկ,
Ես կարծես ոչ մի ծանր բան չեմ արել, բայց ոտքերս չեմ պահում, ասես իմ միջից դուրս է եկել ամբողջ ուժը, եւ ամենից հաճախ սա հենց երկաթի պակասն է։ Ուստի չորրորդ մթերքը, առանց որի ոտքերը արագ տեղի են տալիս, կարմիր միսն է, դավարի միս, հորթի միս, լյարդ։ Հենց այս մթերքներում է պարունակվում հեշտ յուրացվող երկաթը, որը մեր արյանը ուժ է տալիս։ Ես հիշում եմ մի կնոջ, տիկին Սեդայի պատմությունը։ Նա 63 տարեկան էր, անընդհատ գանգատվում էր հոգնածությունից եւ ոտքերի թուլությունից։ Բժիշկ, ինձ թվում է, որ ես ծերանում եմ ավելի արագ, քան պետք է, ասում էր նա։ Մենք անալիզներ հանձնեցինք եւ պարզվեց, որ նրա մոտ արտահայտված անեմիա էր։ Նա երկար տարիներ գրեթե միս չէր ուտում, փոխարինելով այն հացով եւ քաղցրով։ Ես մեղմորեն համոզեցի նրան գոնե փոքր բաժիններով տավարի միս եւ լյարդ ներառել սննդակարգում, եւ արդեն մի քանի ամիս անց նա ասաց. ես ասես վերակենդանացա։ Իմ մեջ նորից ուժեր հայտնվեցին, եւ ոտքերս այլևս չեն դավաճանում ինձ քայլելիս։ Պատկերացրեք գնացք, այն ունի վագոններ։ Դրանք մեր օրգաններն ու մկաններն են։ Բայց եթե գնացքում չկա ածուխ վառարանի համար, այն տեղից չի շարժվի։ Երկաթը հենց այդ ածուխն է մեր օրգանիզմի համար։ Առանց դրա արյունը չի կարող թթվածին տեղափոխել, եւ ոտքերի մկանները մնում են առանց էներգիայի։ Իմ փորձով, ավագ տարիքի շատ կանայք հատկապես տառապում են երկաթի պակասից, որովհետև երկար տարիներ սահմանափակել են միսը սննդակարգում, բայց տղամարդիկ էլ պաշտպանված չեն, չէ՞ որ երկաթը սեռի մասին չէ, այլ կյանքի։ Ես ուզում եմ, որ դուք ձեզ համար փոքրիկ հետևություն անեք։ Կարմիր միսը պետք է լինի սննդակարգում գոնե շաբաթը մեկ անգամ։ Ոչ ամեն օր, ոչ մեծ քանակությամբ, բայց այն պետք է լինի։ Դա կարող է լինել մի կտոր խաշած տավարի միս, շուքի խաշած միս կամ լյարդ։ Հենց լյարդը երկաթի եւ վիտամին B1-2-ի իսկական շտեմարան է, որը նույնպես կարևոր է արյան եւ նյարդերի համար, բայց կա նաեւ նախազգուշացում։ Եթե դուք բոլորովին միս չեք ուտում տարբեր պատճառներով, պետք է փնտրել այլ ընտրանքներ՝ լոբազգիներ, հնդկածավալ, գրեչկա, խնձոր, նուռ։ Բայց այստեղ կարևոր է հիշել, որ բուսական մթերքներից երկաթը ավելի վատ է յուրացվում։ Ուստի համադրեք դրանք վիտամին C-ի հետ, օրինակ, կիտրոնի կամ նարնջի հետ, որպեսզի բարձրացնեք յուրացումը։ Ես աղաչում եմ ձեզ, մի անտեսեք այս պահը։ Երկաթի պակասը քայքայում է մարդուն դանդաղ եւ աննկատ։ Սկզբում պարզապես հոգնածություն, հետո հեվոց, հետո առանց հանգստի քայլելու անհնարինություն։ Իսկ չէ՞ որ սա կարելի է հեշտությամբ ուղղել։ Ես ունեմ մի ծանոթ տղամարդ, պարոն Գևորգը, նա 71 տարեկան է։ Նա ամբողջ կյանքում եռանդուն է եղել, բայց հանկարծ սկսեց գանգատվել, որ ոտքերը իրեն չեն պահում։ Անալիզներ հանձնեց, պարզվեց անեմիա է։ Սննդակարգում ներառեց միս եւ լյարդ, եւ մի քանի ամիս անց նորից ուժ զգաց։ Նա ասաց. բժիշկ, ես նորից կարող եմ զբոսնել թորանս հետ եւ կանգ չառնել ամեն 100 մետրը մեկ։ Ահա ձեզ օրինակ։ Երբեմն բավական է պարզապես վերադարձնել օրգանիզմին այն, ինչ նա կորցրել է։ Կարմիր միսը եւ երկաթով մթերքները կապում են բոլոր նախորդ խորհուրդները։ Մկանները սնուցում են ստանում, անոթները մնում են ճկուն, ոսկորները՝ ամուր։ Բայց եթե արյունը թթվածին չի տանում, այդ ամենը կորցնում է իմաստը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր բաց չթողնել այս պահը։ Եվ այնուամենայնիվ կա եւս մեկ մթերք, որն աշխատում է հատկապես հետաքրքիր։ Այն օգնում է ոչ միայն մկաններին եւ ոսկորներին, այլև մեր հոդերին քայլը դարձնելով փափուկ եւ թեթև։ Շատերը մոռանում են դրա մասին, թեև այն արժե բառացիորեն կոպեկներ եւ կա յուրաքանչյուր սեղանին։ Հաջորդ մասում ես կպատմեմ 5-րդ մթերքի մասին, որը ունակ է ոտքերին պարգևել ճկունություն եւ պաշտպանություն ցավից։ Երբ մենք խոսում ենք ոտքերի մասին, հաճախ մտածում ենք մկանների եւ ոսկորների մասին, բայց մոռանում ենք այն մասին, ինչը միացնում է այդ ամենը հոդերի մասին։ Չէ՞ որ հենց հոդերն են մեզ հնարավորություն տալիս շարժվել փափուկ, առանց ցավի։ Հենց դրանք են ապահովում շարժման ազատությունը։ Եթե հոդերը սկսում են ճթալ, ցավել, բորբոքվել, յուրաքանչյուր քայլ դառնում է փորձություն։ Եվ այստեղ օգնության է գալիս մի մթերք, որի մասին շատերը մոռացել են, թեև նախկինում այն կար յուրաքանչյուր տանը։ Խոսքը խաշի, դոնդովի, խորոդեցի եւ ոսկրային արգանակի հիմքով ճաշատեսակների մասին է։ Այո, հենց ժելատինը եւ կոլագենը, որոնք պարունակվում են նման մթերքներում, փրկություն են հոդերի համար։ Կոլագենը սպիտակուց է, որը կազմում է աճառների եւ կապանների հիմքը։ Տարիքի հետ այն գնալով պակասում է, հոդերը բարակում են, դառնում են չոր եւ այդ ժամանակ մարդը զգում է ճռռոց, ցավ, կարկամածություն։ Բայց եթե կանոնավոր կերպով օրգանիզմին տակ շինանյութ աճառների համար
Հոդերը ավելի երկար են պահպանում ճկունությունը։ Ես հիշում եմ մի պատմություն։ Վարպետ Հրաչը 69 տարեկան նախկին շինարար։ Ամբողջ կյանքում նրա ոտքերը դիմացել են հսկայական ծանրության։ Եվ ահա թոշակի անցնելիս նա սկսեց գանգատվել։ Բժիշկ, ծնկներս դավաճանում են, ջրթում են։ Ցավոտ է նույնիսկ անկողնուց վեր կենալը։ Դեղերը բերում էին միայն ժամանակավոր թեթևացում։ Ես հարցրի նրան սննդի մասին եւ իմացա, որ նա վաղուց դադարել է դոնդող կամ խաշ ուտել, թեև նախկինում դա ավանդական ճաշատեսակ էր տոներին։ Մենք պայմանավորվեցինք, որ նրա կինը կսկսի նրա համար պատրաստել ոսկրային արգանակ եւ դոնդող գոնե շաբաթը մեկ անգամ։ 3 ամիս անց նա ասաց. «Բժիշկ, ես նորից կարող եմ ոտքով գնալ խանութ եւ կանգ չառնել ամեն 5 րոպեն մեկ։ Իմ փորձով հենց կոլագենով ճաշատեսակները զարմանալի արդյունք են տալիս։ Ոչ ակնթարթային, ոչ մեկ օրում, բայց աստիճանական եւ շատ նկատելի։ Հոդերը դառնում են ավելի առազգական, շարժումը թեթև, ցավը նվազում է։ Պատկերացրեք հոդը որպես դռան ծխնի։ Եթե այն չուղեք, այն սկսում է ճռռալ եւ խցանվել։ Այդպես էլ հոդը։ Եթե նրան չտաք կոլագեն, այն մաշվում է եւ յուրաքանչյուր քայլ ուղեկցվում է ցավով, բայց հենց ավելացնում եք 27-ը, շարժումը նորից դառնում է փափուկ եւ ազատ։ Եվ այստեղ ես ուզում եմ մի կարևոր բան ասել։ Մեր ժամանակներում շատերը փոխարինել են ավանդական ճաշատեսակները արագ սննդով։ Ապուրներն ու արգանակները մղվել են երկրորդ պլան։ Դոնդողի փոխարեն սեղանին երշիկեղեն եւ կիսաֆաբրիկատներ են։ Բայց հենց ոսկորներից եւ աճառներից պատրաստված պարզ, հին ճաշատեսակներն են օրգանիզմին տալիս այն, ինչը նրան այդքան չի հերիքում 50-ից հետո։ Ես աղաչում եմ ձեզ, մի անտեսեք սա։ Պատրաստեք մի կաթսա թանձր ոսկրային արգանակ։ Թողեք այն եփվի եւ դուք կստանաք իսկական էլիքսիր հոդերի համար։ Սա ոչ միայն համեղ է եւ սննդարար, այլև օգտակար։ Մի անգամ ես հետևում էի 65 տարեկան մի կնոջ, ով տառապում էր արթրիտից։ Նա սննդակարգում ներառեց դոնդող եւ ժելե։ Բժիշկ, ասաց նա կես տարի անց, իմ ձեռքերն ու ոտքերը դարձել են ավելի շարժուն։ Ես կարող եմ նորից գործել եւ զբոսնել։ Նրա ուրախությունը իսկական էր, անկեղծ։ Կոլագենը ոչ միայն ամրացնում է հոդերը, այլև միացնում է մկաններն ու ոսկորները։ Սա նման է նրան, ասես մեխանիզմի բոլոր մասերը սկսեին աշխատել համաձայնեցված, առանց խափանումների։ Ձուկը ուժ է տալիս մկաններին, ընկույզները սնուցում են անոթները, կաթնամթերքը ամրացնում է ոսկորները, միսը լցնում է արյունը թթվածնով, իսկ դոնդողն ու ոսկրային արգանակները հոդերը դարձնում են ճկուն։ Միասին սա ոտքերի աջակցության լիարժեք համակարգ է։ Բայց կա եւս մեկ մթերք, որի մասին պետք է խոսել առանձին։ Այն թվում է այնքան պարզ, որ մարդիկ նույնիսկ այն կարևոր չեն համարում։ Բայց հենց այն է պաշտպանում անոթները, բարելավում արյան շրջանառությունը եւ օգնում ոտքերին լինել թեթև։ Առանց դրա ամբողջ համակարգը սկսում է խափանվել։ Հաջորդ մասում ես կպատմեմ 6-րդ մթերքի մասին, որը եզրափակում է այս շղթան եւ ոտքերի մասին հոգատարությունը դարձնում իսկապես ամբողջական։ Մենք ձեզ հետ արդեն խոսել ենք մկանների, ոսկորների եւ հոդերի մասին, բայց պատկերացրեք, որ այդ ամենը աշխատում է իդեալական, բայց այն ճանապարհները, որոնցով գնում է արյունը, մաշված են։ Ինչ կլինի։ Ճիշտ է, ոչ մկանները, ոչ ոսկորները, ոչ հոդերը սնուցում չեն ստանա։ Իսկ չէ, որ հենց ոտքերի անոթներն են ամենից հաճախ դժում տարիքի հետ։ Այտուցներ, վարիկոզ, ծանրություն։ Այս ամենը վատ արյան շրջանառության հետևանքներ են։ Եվ այստեղ օգնության է գալիս մի մթերք, որը շատերը համարում են սովորական, թեև այն իսկական բուժակ է անոթների համար։ Խոսքը ատապտուղների մասին է։ Հապալաս, լորամիրգ, կլուկվա, հաղարչ, բալ։ Այո, այն ատապտուղները 6-րդ մթերքն են, որը ունակ է ոտքերին թեթևություն պարգևել։ Դրանք հարուստ են վիտամին C-ով, հակաօքսիդանտներով եւ հատուկ նյութերով, ֆլավոնոիդներով, որոնք ամրացնում են անոթների պատերը։ Հատապտուղների շնորհիվ անոթները դառնում են ավելի առազգական, արյունը ավելի լավ է շրջանառվում եւ ոտքերը իրենց ավելի թեթև են զգում։ Ես հաճախ եմ ասում իմ հիվանդներին, եթե ցանկանում եք անոթներին երկրորդ երիտասարդություն պարգևել, 3 հատապտուղներ, թող դա լինի մի բուրդ թարմ հաղարճ ամռանը, լորամրգի հյութ ձմռանը կամ սառեցրած հապալաս մածունի մեջ։ Գլխավորը որ դա լինի կանոնավոր։ Հիշում եմ մի կնոջ տիկին Մարիամի պատմությունը, 70 տարեկան։ Նա գանգատվում էր, որ ոտքերը երեկոյան այտուցվում են եւ իր համար դժվար է երկար կանգնել։ Մենք խոսեցինք սննդի մասին եւ ես իմացա, որ նա հազվադեպ է ուտում հատապտուղներ, համարելով դրանք ամառային քմահաճույք։ Ես առաջարկեցի նրան սառեցնել հապալասը եւ լորամիրգը, որպեսզի ուտի դրանք կլոր տարի։
Մի քանի ամիս անց նա ասաց. «Բժիշկ, ես երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարող եմ քայլել շուկայով եւ չզգալ, որ ոտքերս լցված են կապարով։ Իմ փորձով հենց հատապտուղներն են օգնում պահպանել անոթների տոնուսը եւ պաշտպանում են թրոմբների առաջացումից։ Դրանք աշխատում են մեղմ, բայց շատ արդյունավետ։ Վիտամին C-ը ամրացնում է մազանոթները, իսկ անտոցյանները հատուկ գունանյութեր, որոնք հատապտուղներին տալիս են վառ գույն, պաշտպանում են բջիջները ծերացումից։ Պատկերացրեք անոթները որպես բարակ ռետիններ։ Ժամանակի ընթացքում դրանք ձգվում են, դառնում են դյուրաբեկ եւ արյունը լճանում է։ Հատապտուղները աշխատում են որպես ամրացնող էլիքսիր։ Դրանք անոթները դարձնում են ճկուն, ամուր եւ արյունը նորից հեշտ է գնում։ Իսկ երբ արյունը հեշտ է հոսում, ոտքերը թեթևություն են զգում, ասես դուք նորից երիտասարդ եք։ Եվ այստեղ ես ուզում եմ ձեզ մի փոքրիկ խորհուրդ տալ։ Փորձեք սննդակարգում ավելացնել գոնե 100 գրամ հատապտուղ օրական։ Դա կարող է լինել մի բուխ սառեցրած հավարդ շիլայի մեջ, լորամրգի հյութ, հապալած մածունի մեջ կամ պարզապես թարմ հատապտուղներ ամռանը։ Արեք դա կանոնավոր, եւ դուք կնկատեք, ոտքերը կսկսեն ավելի քիչ այտուցվել, ծանրությունը կանցնի, կհայտնվի առույգություն։ Ես աղաչում եմ ձեզ, մի հետաձգեք։ Հատապտուղները շքեղություն չեն, դա պարզ սովորություն է, որը կարող է պարգևել տարիների ակտիվ կյանք։ Ես ունեի մի հիվանդ, 68 տարեկան մի տղամարդ։ Նա երկար տարիներ տառապում էր վարիկոզից։ Երբ մենք նրա սննդի մեջ ավելացրինք լորամիրգ եւ հապալաս, նա ասաց. «Բժիշկ, ես չէի սպասում, որ պարզ հատապտուղները կարող են այդպես օգնել։ Երեկոյան ոտքերս թեթևացել են, եւ ես կարող եմ նորից զբոսնել։ Եվ ամենակարևորը, հատապտուղները կապում են բոլոր նախորդ հանձնարարականները միասնական ամբողջության մեջ։ Ձուկը մկաններին ուժ է տալիս, ընկույզները սնուցում են անոթները եւ ուղեղը։ Կաթնամթերքը ամրացնում է ոսկորները։ Միսը հագեցնում է արյունը երկաթով։ Դոնդողը պահպանում է հոդերը, իսկ հատապտուղները անոթները դարձնում են ամուր, եզրափակելով ոտքերի մասին հոգատարության այս շրջանը։ Եվ այնուամենայնիվ, ինչպես ես խոստացել էի ամենասկզբում, ամենակարևորը եւ ամենապարզը ես թողել եմ վերջում։ Եզրափակում ես կպատմեմ այն, ինչ սովորաբար ասում եմ միայն ամենամտերիմ հիվանդներին։ Սա ոչ մթերք է, ոչ դեղամիջոց, այլ բանալի, որն օգնում է բոլոր խորհուրդներին աշխատել միասին։ Այն, ինչը իսկապես կարող է փոխել ձեր կյանքը։ Եվ ահա մենք հասանք մեր զրույցի ավարտին։ Մենք երկար ճանապարհ անցանք միասին։ Հիշեցինք ինչու են ոտքերը առաջինը տեղի տալիս։ Խոսեցինք 6 մթերքների մասին, որոնք նրանց ուժ են տալիս։ Եվ հիմա ժամանակն է բացել այն ամենագլխավորը, ինչի մասին ես խոսում էի ամենասկզբում։ Բայց նախ եկեք կարճ հիշենք։ Մենք սկսեցինք ձկից, սպիտակուցի եւ օմեգա 3-ի աղբյուրից, որոնք ամրացնում են մկանները եւ պաշտպանում անոթները։ Առանց դրա ոտքերը կորցնում են ուժը, իսկ քայլքը դառնում է ծանր։ Մենք շարունակեցինք ընկույզներով, անոթների եւ ուղեղի փոքրիկ, բայց հզոր պաշտպաններով։ Դրանք օգնում են արյանը ազատ շրջանառվել եւ պահպանում են մտքերի պայծառությունը։ Երրորդ մթերքը դարձավ կաթնամթերքը, իսկական կալցիումային հիմք ոսկորների համար։ Դրանց շնորհիվ ոսկորները մնում են ամուր եւ ոտքերը չեն կորցնում հենարանը։ Չորրորդը կարմիր միսն էր, երկաթի աղբյուր, որը լցնում է արյունը էներգիայով եւ ոտքերին շարժվելու ուժ է տալիս։ Հինգերորդ մթերքը դարձավ դոնդողը եւ ոսկրային արգանակները, սնունդ հոդերի համար, որը դրանք դարձնում է ճկուն եւ կենդանի։ Եվ վերջապես, 6-րդը հատապտուղներն էին, պարզ, բայց հզոր պաշտպաններ անոթների համար, որոնք պարգևում են թեթևություն եւ առույգություն։ Միասին սա մի ամբողջ համակարգ է։ Բայց կա մի բան, առանց որի նույնիսկ ամենաօգտակար մթերքները չեն աշխատի այնպես, ինչպես պետք է։ Եվ ահա այն գլխավոր գաղտնիքը, կանոնավորությունն ու շարժումը։ Այո, հենց շարժումը այն բանալին է, որը ստիպում է այդ բոլոր մթերքներին կենդանանալ ձեր օրգանիզմում։ Կարելի է ուտել ձուկ, ընկույզ եւ հատապտուղներ, բայց եթե դուք ամբողջ օրը նստած եք բազմոցին, արյունը չի շրջանառվի, մկանները չեն աշխատի, իսկ հոդերը կմնան սառած։ Իմ փորձով, այն մարդիկ, ովքեր համատեղում են սնունդը եւ շարժումը, ավելի երկար են ապրում։ Իրենց ավելի թեթև են զգում եւ պահպանում են ակտիվությունը մինչեւ խորձերություն։ Եվ խոսքը մարաթոնների կամ մարզասրահի մասին չէ։ Ոչ, խոսքը պարզ քայլերի, բառացիորեն քայլերի մասին է։ Զբոսանք այգում, դանդաղ բարձրանալ աստիճաններով, առավոտյան մարմնամարզություն։ Ոտքերը սիրում են շարժում, այն օգնում է արյանը արագանալ, սննդարար նյութերին ընկնել մկանների եւ ոսկորների մեջ, հոդերին, մնալ կենդանի։ Ես աղաչում եմ ձեզ, մի անտեսեք սա։
Մթերքները մեզ տալիս են նյութ առողջության համար, բայց հենց շարժումն է վերածում այդ նյութը ուժի։ Պատկերացրեք, որ դուք տուն եք կառուցել եւ դրել եք բոլոր աղյուսները իրենց տեղը, բայց եթե դրանում կյանք չկա կրակ բուխարու մեջ, այն դատարկ կլինի։ Այդպես էլ մեր օրգանիզմը, սնունդը աղյուսներն են, իսկ շարժումը այն կրակն է, որը տունը դարձնում է կենդանի։ Ես ուզում եմ պատմել մի փոքրիկ պատմություն։ Իմ մի հիվանդ, պապիկ Լևոնը, 75 տարեկան, միշտ կանգատվում էր ոտքերի թուլությունից։ Մենք ուղեցինք նրա սնունդը, ավելացրինք ձուկ, կաթնամթերք, հատապտուղներ, բայց նա միևնույն է ասում էր. բժիշկ, ինչ որ բան այն չէ, ես ճիշտ եմ սնվում, բայց ուժ չկա։ Ես հարցրի նրան, իսկ ինչքան եք դուք քայլում օրական։ Նա խոստովանեց, որ գրեթե դուրս չի գալիս տանից։ Մենք պայմանավորվեցինք, որ նա կսկսի պարզից 5 րոպե զբոսանք ամեն օր։ Մեկ ամիս անց նա եկավ ժպիտով. բժիշկ, ես նորից զգում եմ, որ ապրում եմ։ Ոտքերս դարձել են ավելի ամուր, եւ ես կարող եմ զբոսնել 30 րոպե։ Ահա այսպես է աշխատում գլխավոր գաղտնիքը՝ շարժումը։ Եվ հենց դա է ես ուզում ձեզ ասել վերջում։ 6 մթերքները, որոնց մասին մենք խոսեցինք, դա հիմքն է, բայց առանց ձեր մասնակցության, առանց ամեն օրվա փոքրիկ քայլերի դրանք չեն տա ամբողջական արդյունքը։ Սնվեք ճիշտ, շարժվեք, եւ դուք ինքներդ կզգաք, որ տարիքը դատավճիռ չէ։ Խնայեք ձեզ, ձեր ժամանակը թանկ է ցանկացած տարիքում։ Եվ հիշեք, նույնիսկ փոքրիկ քայլերը կարող են փոխել ձեր կյանքը դեպի լավը։ Թող ամեն օր ձեզ մոտ լինի ուրախության առիթ, թեթև զբոսանք, համեղ ընթրիք, հարազատների ժպիտ։ Եվ երբեք մի մոռացեք, քանի դեռ ձեր ոտքերը քայլում են, դուք ապրում եք լիարժեք։ Ես շատ եմ ուզում, որ այս տեսանյութը ձեզ օգուտ բերի։ Գրեք մեկնաբանություններում, թե այս խորհուրդներից որն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Գուցե դուք արդեն վաղուց սիրում եք կաթնաշով, կամ դեռ նոր եք պատրաստվում փորձել ուտել ավելի շատ ձուկ եւ ընկույզ, իսկ գուցե հենց հատապտուղներն են ձեզ հիշեցնում ամռան եւ մանկության մասին։ Կիսվեք, ինձ համար շատ արժեքավոր կլինի կարդալ ձեր պատմությունները, եւ խնդրում եմ, ցույց տվեք այս տեսանյութը ձեր հարազատներին, ընկերներին, հատկապես ծնողներին, թող նրանք էլ աջակցություն ստանան։ Թող զգան, որ ոտքերի մասին հոգ տանելը կյանքի մասին հոգատարություն է։ Բաժանորդագրվեք ալիքին եւ հավանեք տեսանյութը, որպեսզի բաց չթողնեք նոր զրույցները առողջության եւ հասուն տարիքում ներդաշնակության մասին։ Առջևում դեռ շատ կարևոր թեմաներ ունենք, եւ ես վստահ եմ, դրանցից յուրաքանչյուրը կօգնի ձեզ կյանքը դարձնել ավելի թեթև եւ երջանիկ։ Շնորհակալություն ձեզ, որ ինձ հետ էիք մինչև վերջ։ Եվ գիտեք, ամենակարևորը միշտ կողքիդ է։ Այն ձեր ափսեի մեջ է, ձեր քայլերի մեջ եւ ձեր սրտում։